Բարև ձեզ։ Գարնանային այս միամսյակը սովորաբար ասոցիացվում է նվերների, ուշադրության, ծաղիկների և ընդհանրապես կնոջ հանդեպ ուշադրության հետ։ Բայց կա մի ուշադրություն, որը առավել է, քան բոլոր նվերները։ Ընդհանրապես կնոջ համար ամենամեծ նվերը առողջ լինելն է, իսկ նրա հարազատների համար դա նշանակում է առողջ մայր, առողջ կին, քույր, տատիկ։ Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս, որ կինը իր ուշադրությունը ուղղի իր սեփական առողջության հանդեպ, եւ ուշադրությունը նշանակում է ոչ միայն բարի խոսքեր, գեղեցիկ նվերներ, այլև պատասխանատվություն սեփական առողջության նկատմամբ։ Այսօր հյուրընկալել ենք մի մասնագետի, ով իր աշխատանքով ամեն օր պայքարում է կնոջ առողջության համար։ Աստղիկ բժշկական կենտրոնի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար ռադիոլոգ Նունե Մաշուրյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Մաշուրյան, Հայաստանում կանանց միամսյակի շրջանակներում արդյոք նկատել եք ակտիվություն, երբ կինը ել ավելի ուշադիր է իր առողջության հանդեպ, ավելի պատասխանատու է մոտենում այս հարցին, եւ արդյոք ձևավորված է Հայաստանում այդ կանխարգելիչ այցերի մշակույթը։ Այո, ի ուրախություն բոլորիս կարող եմ նշել, որ կանայք արդեն ավելի իրենց նկատմամբ ավելի ուշադիր են եւ ավելի շատ են դիմում կանխարգելիչ հետազոտությունների, որովհետեւ եթե համեմատենք ինչ ներդրեցինք մամոգրաֆիան 97 թվականին եւ այժմ հսկայական տարբերություն է, ես դա միշտ նշում եմ, այսինքն երբ այն ժամանակ մենք շատ հաճախ էինք ականատես լինում բացի թող վիճակների, արդեն վերջին փուլերում գտնվող քաղցկեղի դեպքերի շատ անգամ հիմա շատ կարողանում ենք հայտնաբերել վաղ աստիճանի քաղցկեղները, որոնք դեռևս շոշափելի չեն։ Ու այո, կարող եմ նշել, որ գարնան հետ կապված ակտիվություն միշտ լինում է, բայց մենք ունենք նաև մեկ ամիս, հոկտեմբեր ամիսն է, որը կոչվում է կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ զգաստության ամիս, որը ամբողջ աշխարհում է նշվում, եւ այդ ժամանակ կարծես թե կանայք ավելի շատ են դիմում մեզ, քան այս գարնանը։ Իսկ ինչու է պայմանավորված հոկտեմբերը։ Ուղղակի այդպես ընտրվել է, որպես հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ զգաստության ամիս, ամբողջ աշխարհն է նշում եւ ամբողջ աշխարհում կանանց ուշադրությունը սկսում է սևեռել այդ փաստի վրա, նույնիսկ շատ տեղերում, օրինակ, երբեմն Էֆելյան աշտարակն է ներկվում վարդագույն կամ, չգիտեմ, պարլամենտի շենքն են Հունգարիայում ներկվում վարդագույն, այդպիսի խորհրդանիշներ են, որոնք որ այո, հենց են շատ գեղեցիկ, այսպես ասած, վարդագույն բանտը, որը որ կրծքագեղձի քաղցկեղի նշանն է, ամբողջ աշխարհում դրվում է, սկսած Ամերիկայում, Եվրոպայում եւ բոլորում։ Նախկինում մենք այսպիսի բաներ ունեինք, քայլարշավներ էինք կազմակերպում, կանանց ուշադրությունը սևեռելու վրա, բայց հիմա քանի որ սոցիալական ցանցերը դրանց փոխարեն աշխատում են, դա արվում է սոցիալական ցանցերի միջոցով եւ իրոք եթե մարդիկ հետաքրքրված են իրենց առողջությամբ կարողանում են պայքարել, որտեղ ցավոք սրտի չկա մի որևէ բան, որը կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը, այսինքն մենք չենք կարող կանխարգելիչ միջոցառումը միայն կլինի նա, որ մենք կհայտնաբերենք դա վաղ աստիճանում, որտեղ բուժման հավանականությունը մինչև հասնում է նույնիսկ 95%, դա շատ մեծ թիվ է, որովհետև ամբողջությամբ ձերբազատվելով քաղցկեղից նախկինում նույնիսկ դա չէինք էլ պատկերացնի։ Բայց այսօր նույնիսկ այսպիսի մի խոսք կա, որ ասում են, որ կրծքագեղձի քաղցկեղը շատ ինքը այսպես ասած
այն օրգանն է, որը որ շատ բլագադարնի է, ոնց չգիտեմ, ոնց շնորհակալ է ինքը։ Այսինքն, երբ որ բուժման ենթարկում է, ինքը բավականին լավ է ենթարկում։ Կուրծքը ինքը շնորհակալ օրգան է։ Դա նույնը չենք կարող ասել օրինակ ենթաստամոքսային քաղցկեղի եւ այլ քաղցկեղների մասին։ Կրծքագեղձի քաղցկեղը այսօր շատ կառավարելի է, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլում։ Իսկ գոյություն ունի հետազոտությունների այն մեկնարկային տարիքը, որը պարզապես անհրաժեշտ է, թե այդ ոսկե ստանդարտը շատ այսպես հեղեղուն է։ Տեսեք, շատ կարևոր է, որ թե որ պետությունում ես ապրում, որտեղ ես ապրում, որովհետև կրծքագեղձի քաղցկեղի պատճառներն են, այն ռիսկի ֆակտորներն են տարբեր երկրներում։ Այո, կան ոսկե ստանդարտներ, այսպես ասած, որ մամոգրաֆիկ տարիքը սկսվում է 45-ից։ Դա ինչով է պայմանավորված։ Շատ անգամ լինում է հարցնում են, բայց շատ անգամ էլ չեն հարցնում, որ ինչով է պայմանավորված, որ սոնոգրաֆիան օրինակ լիարժեք չի, հետազոտություն չի այդ տարիքի կնոջ համար։ Տեսեք, քանի որ 45-ից հետո սկսվում է դաշտանադադարի process-ները, կրծքագեղձի կառուցվածքը նույնպես փոխվում է, որովհետև կրծքագեղձը դա կնոջ օրգանիզմի հորմոնային հայելին է, այսպես ասած, եւ ինքը նույնպես արձագանքում է այդ process-ին եւ հետ դաշտանադադարային տարիքում կրծքագեղձի ստրուկտուրան փոխվում է եւ ավելի լավ է երևում մամոգրաֆիկ, իսկ երիտասարդ տարիքում չի երևում մամոգրաֆիկ, բայց կան, այսպես ասած, մոտավորապես աշխարհում 20% կանայք, որոնց կրծքագեղձը ոչ մի ձևով կերպով չի փոխվում, նույնիսկ այդ շրջանում։ Եվ դրանք կոչվում են խիտ կրծքագեղձեր, դա տերմին է, որը այժմ շատ բոլորի ուշադրության, բոլոր բժիշկների ուշադրության կենտրոնում է, ինչու, որտեղ մի քանի ֆակտոր կա, որ կարող է ավելի բարձրացնել, այսպես ասած, ռիսկը։ Դա այդ խիտ կրծքագեղձով ավելի դժվար ենք կարողանում ախտորոշել, բայց նաև ինքը ավելի հակված է ունենալու քաղցկեղ, քան մնացած տիպերը։ Դրա համար պետք է կրծքագեղձի կառուցվածքը, կինը իր կրծքագեղձի կառուցվածքը պետք է վաղ տարիքում իմանա, ինչ տիպի կրծքագեղձ ունի եւ ինչն է ավելի իր համար ինֆորմատիվ, այսինքն հետազոտության համար ինֆորմատիվ, որովհետեւ խիտ կրծքագեղձերի դեպքում սոնոգրաֆիկ հետազոտությունը ավելի ինֆորմատիվ է, քան մամոգրաֆիան, MRT հետազոտությունը ավելի ինֆորմատիվ է, քան մամոգրաֆիան, 3D ծավալային ուլտրաձայնային հետազոտությունը ավելի ինֆորմատիվ է։ Դրա համար պետք է շատ ինդիվիդուալ մոտենալ կնոջը, որովհետև ես միշտ սիրում եմ դա ասել, որովհետև ինչպես բոլորի դեմքը յուրահատուկ է, չկան նման երկու դեմք, կրծքագեղձերը նույնպես այդպիսին են։ Ամեն կնոջ կուրծքը տարբեր կառուցվածք ունի եւ հենց դրանով էլ պայմանավորված է շատ այդպես տարբեր լինելը, նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի տեսակների տարբեր լինելը։ Այդ պատճառով պետք է սկսել հետազոտվել, թեկուզ ուլտրաձայնային հետազոտության 30-35 տարեկանում կարելի է այդպես պարբերաբար հետազոտվել, ոչ այդպես հստակ դրված ժամանակացույցով, բայց երբեմն առանց գանգատի կարելի է հետազոտվել։ Նոր 40 տարեկանից սկսված պետք է անել մամոգրաֆիան, կանոնավոր հետազոտվել, բայց դա կլինի 2 տարին 1 հետ 1 տարին 1, դա կորոշի ձեր ռադիոլոգը։ Շատ կարևոր բան նշեցիք Հայաստանի պայմաններում, իսկ որոնք են Հայաստանի պայմաններում հարուցիչները կրծքագեղձի քաղցկեղի։ Կա առանձնահատկություն։ Առանձնահատկությունը իմ այսքան տարվա աշխատանքային փորձը բերում է նրան, որ պետք է ասեմ, որ ամենաշատը, չգիտեմ ինչի հետ է դա կապված է ռեգիոնի հետ, նախկինում այդ բանը ունենալու, բայց ամենաշատը դա Վանաձորի, այո, բնակչության կանանց մոտ է հայտնաբերվում քաղցկեղը, շատ ավելի շատ հաճախ։ Իսկ պատճառը ինչով է պայմանավորված։ Պատճառը չեմ կարող ասել, կարող է այն ժամանակվա այդ քիմիական գործարանի առկայությունն է տեղակայումը։ Տեսեք, ոչ թե Լոռու մարզի, այլ իմինը հենց Վանաձորի, այո, այդ
տարածքի կանանց մոտ ամենաշատն է։ Բայց նաև շատ կարևոր է ստրեսային ֆակտորը մեզ համար։ Տեսեք, նաև օրինակ արտասահմանում ավելի շատ դա կապում են այդ ռիսկային ֆակտորները, կապում են փոխարինող հորմոնալ թերապիա ընդունելու հետ, հավելյալ հորմոնները ստանալու հետ, իսկ մեզ մոտ ավելի շատ, բայց տեսեք բոլոր պետություններում եւ ամբողջ աշխարհում համարյա դա նույն միջին թիվն է կազմում։ Տեսեք 12-12.5%, այո, ռիսկի գործոնները տարբեր են, նույնիսկ ռասան կարևոր է, նույնիսկ տարիքը շատ կարևոր է, բնակլիմայական պայմանները, ամեն ինչ ծխելը վիժումները, աբորտները, ուշ ծննդաբերությունները, չկերակրելը եւ այլն, դրանք բոլորը ռիսկի գործոններ են։ Խոսելով կրծքագեղձի քաղցկեղի մասին չեն կարող չանդրադառնալ գոյություն ունեցող միֆերի, կարծրատիպերի եւ իհարկե դրանց իրականությանը։ Իմ շրջապատում հաճախ ես լսում եմ այդպիսի կարծիք, որ երևի թե միֆ առաջին շատ վնասակար է։ Նախ ճառագայթում բավականին ցավոտ տրավմատիկ պրոցեդուրա եւ կան կարծիքներ, որ եթե անգամ ոչինչ չկա, ինչպես ժողովուրդն է ասում, եթե սկսեն այսպես ինչ որ բան փնտրել, անպայման կգտնեն։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որպես շարունակություն նաեւ երկրորդը, եթե չի ցավում, ուրեմն խնդիր չկա եւ պետք չէ կանխարգելիչ այսպես այցելություններ ունենալ։ Ինչ կասեք։ Գիտեք, ցավոք կանանց շրջանում ամենաշատը բժշկի մոտ բերող գանգատը դա ցավն է, ոսկորին հասնելն է։ Դա ցավն է։ Չգիտես ինչու, երբեմն կանայք ուռուցքը շոշափում են, նույնիսկ գիգանտ չափերի հասնող, որ երբեմն զարմանում ես դա տեսնելով, բայց իրենք չեն դիմում բժշկի։ Մտածում են կներծծվի, բայց եթե պիտի ներծծվի, իրանք պիտի սիմետրիկը տեսնեն նաև մյուս կրծքում, չէ՞։ Նույնիսկ գիտեք քայքայվում աուռուցքը չեն դիմում, որովհետև չի ցավում։ Հետաքրքիրն է, որ ցավն է բերում բժշկի, բայց ներողություն վտանգը ցավով չի պայմանավորվում։ Միանշանակ ցավով չի պայմանավորվում, որովհետև իր սկզբնական փուլերում ուռուցքը չի ցավում։ Մենք Հայաստանում կարծում եմ այդ կարծրատիպերը շատ տարածված, որ գիտեք չկան հետազոտություններ, որոնք կարող են փաստել, որ շարունակական մամոգրաֆիկ հետազոտությունները կարող են առաջացնել քաղցկեղ։ Ինչ վերաբերում է, որ մի բան կգտնեն, որովհետև երբեք չդիմաց կանայք, որոնք բժիշկները երբեք չեն դիմել, բայց կարողանում է, երբ որ դիմում են ու ինչ որ մի բան ես գտնում, ինչ որ մի գոյացություն, բայց որը անվտանգ է կամ ինչ որ մի բան, իրանք անպայման այդ փաստը նշում է, որ իզուր եկա բժշկի, ինչ որ եթե նույնիսկ չունենայել, հանգիստ ապրում է, բայց չէ որ այդ հանգստությունը, այնց որ ասում են, այնա մինչև դու կիմանաս դրա մասին։ Հաստատ դա քեզ չի փրկում, էլի այդ ջայլամի պատմությունը չի, որ դու գլուխդ մտցնես ավազների մեջ ու ոչինչ չիմանաս ու դրանով շատ երջանիկ լինես։ Իսկապես դա թյուր կարծիք է եւ կարծում եմ շատերին հենց դա է խանգարում։ Գիտեք, ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որը եւ մասնագիտական է եւ շատ մարդկային։ Վստահ եմ հանդիպել եք ցավոք դեպքերի, երբ ստիպված եք եղել վատ լուր հայտնել։ Ինչպես որպես մարդ, որպես կին կարողանում եք լուրը հայտնել, որոնք են ձեր մեխանիզմները, այսինքն ուղիղ ասում եք բուժառուին, որ վտանգավոր բան եք հայտնաբերել, որպեսզի ինքը մոբիլիզացնի իր բոլոր ջանքերը եւ ուժերը օրգանիզմի, թե ասում եք հարազատների։ Իրոք շատ դժվար է, ասեմ ձեզ, նամանավանդ երբ որ դա մի 20 տարի առաջ էր, ինձ համար ավելի դժվար էր։ Իմունիտետ էլ ձեռք բերում։ Ինչ որտեղ այո, որովհետև դա, բայց նաև հիմա ինձ թվում է շատ կապված է նրա հետ, որ երբ որ գիտեմ, որ դա բուժելի է, որ կարող ենք ավելի, հա, ես ավելի ոնց որ հանգիստ, երբ որ հանգիստ ես ասում, կինն էլ է ինչ որտեղ հանգիստ վերաբերում դրան, բայց իրոք լինում են դեպքեր, որոնք որ վերջերս ունեի 28 տարեկան
երիտասարդ աղջիկ, որը բավականին մեծ ուռուցք է շոշափել երկար ժամանակ, բայց չի դիմել բժշկի։ Իրոք այդ ժամանակ շատ մտածում ես ասելուց, ծնողին էլ է, որովհետև շատ դժվար, իրան էլ է շատ դժվար, բայց իհարկե բուժառուին այդպես մի անգամից չենք կարող ասել։ Երբ որ մենք ասում ենք, որ արդեն ասում են, որ պիտի բիոպսիա անենք, ինչ որտեղ երևի իրանք արդեն հասկանում։ Բայց բոլոր դեպքերը չէ, էդ էլ եմ ուզում ասեմ, որ բոլորը չէ, լինում են շատ փոքր կասկածներ, որոնք բիոպսիայի արդյունքում լինում են բարորակ եւ ոչ մի հավելյալ այլ գործողություններ էլ պետք չի լինում, այսինքն վիրահատություն, բուժումներ եւ այլ եւ այլ։ Բարորակ փոփոխությունները պետք չի միջամտել, եթե դրանք շատ մեծ չափերի չեն հասնում, եւ միշտ չէ, որ բիոպսիան, ուզում եմ ասեմ, երբ որ առաջարկում ենք, դա անպայման քաղցկեղի պատճառով է, բայց երբ որ քաղցկեղը, այո, դժվար է ասելը, դժվար է մանավանդ, որ հիմա մի փոքր օրենքները փոխվել են ու շատ տարակարծիք են, գիտեք, մեկը ասում է ասեք, մեկը ասում է մի ասեք ինձ, հանկարծ եթե ինչ-որ վատ բան է լինի, ինձ չասեք, խնդրում եմ։ Մյուսը ասում է ես պետք է իմանամ։ Այնպես որ դուք սկզբից չեք կարողանում նույնիսկ գուշակել, թե տվյալ մարդը ինչ արձագանք կարող է տա այդ փաստին։ Ունեցել եմ դեպք, երբ որ ամուսիններով եղել են, ասել եմ ամուսինը ուշագնաց է եղել, կինը ոչ։ Շատ տարբեր է, դրա համար ոչ մի ստանդարտ չկա դրան, բայց նամանավանդ, որ հիմա մեզ արգելում են, պետք է ասեմ, որ իրավաբանորեն ճիշտ չի հարազատին ասելը, որովհետև շատ անգամ լինում են միջ ընտանեկան փոխհարաբերություններ, որոնք որ էլի դու չես կարող իմանալ, թե ինչ հարաբերություններ, դա ծնող երեխա, նույնիսկ ծնող երեխա, նույնիսկ ամուսիններ, որ բուժառուն չի ուզում, որ իր հարազատը իմանա։ Ես կին ունեմ, որ մինչև քիմիոթերապիայի վերջը, բուժումը ստանալու մինչև վերջն էլ իր ծնողներին չասեց, որ ինքը ունի քաղցկեղ։ Շատ ինդիվիդուալ է, չեմ կարող ասել այդպես, բայց մի անգամից ասել դեռևս հələ չենք կարողանում։ Արդյոք ունեք ինչ-որ մեթոդներ կամ աշխատում եք այդ ուղղությամբ, որպեսզի բուժառուի ճակատագիրը մնա բժշկական կենտրոնի պատերի ներքո, իսկ դուք հետո որ գնում եք ձեր ընտանիք, ձեր հարազատների միջավայր, չտանեք յուրաքանչյուրի ճակատագիրը ձեզ հետ, թե այնուամենայնիվ որպես մարդ միշտ չէ, որ հաջողվում է։ Որպես մարդ ընտանիքում անպայման խոսում ենք, բայց իհարկե ոչ անձնավորված։ Օրինակ 28 տարեկանի դեպքը չեմ կարող չասել որևէ մեկին, որտեվ դա ամբողջ օրը քո մեջ է։ Այո, նույնիսկ կարող է հաջորդ օրը մինչև բիոպսիայի պատասխան, մինչև բուժում ենք, ինքը քո մեջ է, բայց այդ կանոնները պարտադիր դիանտոլոգիայի պահպանվում է, որ անպայման չի, որ գիտեք, շատ են, որ բուժառուներն էլ են անհանգստանում երբեմն դրա մասին, որ ոչ ոք չիմանա, կամ իրանք չեն ուզում, որ երբեմն ընկերուհիներով են գալիս, բայց չեն ուզում մեկը մյուսի դիագնոզը իմանա, այդպես էլ է լինում։ Ես գտնում եմ, որ այո, պետք չի, որ դա ինչ-որ շատ տարածվի, որովհետև ամեն մեկը գիտի իր անելիքը, ամեն մեկը գիտի իր, չգիտեմ, առողջությունը եւ ինձ թվում է ոչ մեկին էլ հաճելի չի, բայց նաեւ բուժառուներ կա, որոնք ուզում են բարձրաձայնեն, դա հիմնականում հայտնի մարդիկ են, որոնք հաղթահարել են քաղցկեղը, դա իրենք ուզում են բարձրաձայնեն, որ հաղթահարել են քաղցկեղը։ Ես ավելի շատ դրան կողմնակից եմ, որովհետև շատ կարևոր է, մյուսներն էլ ոգևորվում են այդ փաստից, որ իրոք իրանք էլ կարող են հաղթահարել քաղցկեղը, որովհետև շատ կարևոր է մնացածների փորձը։ Տեսեք, թեկուզ մի հայտնի դերասանուհի կամ ինչ որ մեկը, երբ որ հայտնում է իր
ապրումների մասին եւ այլն, մարդիկ ոնց որ դրանից էներգիա են ստանում եւ իրանք էլ են կարողանում հաղթահարել։ Ինչու՞ չէ, իրանց համար էլ է դա հաղթահարել։ Եթե այդ մեկի համար հաղթահարելի է, իրենք էլ կարող են։ Հետաքրքիր բան եք առանձնացնում ձեր դիտարկումներից, Տիկին Մաշուրյան, իսկ դուք անձամբ այսքան խորհուրդներ եք տալիս եւ այդքան բուժառուների ճակատագրեր ձեր աչքի առաջ են անցնում, դուք ինքներդ հիշում եք, որ պետք է հետազոտվեք, թե ձեր գոլեգաներն են հուշում։ Չէ, անպայման, կրծքագեղձի առումով ես անպայման հետազոտվում եմ պարբերաբար, ունեմ իմ ամիսները պարտադիր, եթե մենք մի հետազոտությամբ կարող ենք հանգիստ ապրել ամբողջ տարին, կարծում եմ պիտի անենք։ Դա նույնը վերաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղին, նույնը վերաբերում է աղիքի որը որ կարող ենք կանխարգելել։ Կարծում եմ պիտի անենք։ Մենք ինքներս պետք է օրինակ լինենք։ Երբեմն վերջերս ես MRT հետազոտություն էի անցնում կրծքագեղձի ու պացիենտներիցս մեկը այդտեղ է, ասում է դուք եք հետազոտվում։ Ասում եմ, ես էլ եմ կին։ Ինձ ծանոթ էր մի անգամ հայտնի մի ակնաբույժ պատմեց, որ երբ պետք է անցներ հետազոտության, իր բուժառուին, բնականաբար հագավ իր ակնոցները եւ բուժառուն շատ զարմացավ, ասեց բժիշկ դուք եք ակնոց գրում, ասեց բժիշկները երբեմն մահանում են նաեւ։ Վերադառնալով վիճակագրության, արդյոք Հայաստանի իրավիճակը մտահոգիչ է ցուցանիշները եւ արդյոք հիվանդությունը երիտասարդացել է։ Այո, երիտասարդացել է, շատ ենք հանդիպում 90-ականների ծնված կանանց աղջիկների մոտ քաղցկեղի առկայությունը շատ է, բայց դա չի նշանակում, որ մամոգրաֆիայի շեմը տարիքային պետք է իջնի։ Դա չի նշանակում, որ 30 տարեկանին էլ պիտի անենք մամոգրաֆիա, եթե այո, երբեմն քաղցկեղը չի հայտնաբերվում սոնոգրաֆիկ, դա կարող է բժիշկը չնկատել, այդպես էլ է լինում։ Կարող է բժիշկը չնկատել, կարող է հիվանդը արհամարել իր գանգատը։ Տենց այդպեսի դեպքեր էլ են լինում, բայց այո, որ երիտասարդացել է, այո, ես նկատում եմ, որ երիտասարդանում է, ճիշտ է ցավոք, տենց կոնկրետ հստակ տվյալներ չունեմ, բայց որ ամեն օր հանդիպում եմ իմ առօրյա պրակտիկայում այդպիսի դեպքերի, դա փաստ է։ Իսկ մեթոդները, որոնցով Հայաստանում թե հայտնաբերվում է, թե կատարվում է բուժումը, ժամանակակից է, արդյոք մենք ոչ մի երկրի չենք զիջում եւ կարելի է վստահել հայաստանյան բուժօգնությանը։ Այո, վստահել, այո, կարելի է եւ պարտադիր է, ինչու, որովհետեւ 10 տարի շարունակ ես այսպես ասած պայքարում էի, որպեսզի կրծքագեղձի իմիջինգով զբաղվող ռադիոլոգը կատարի այն ամբողջ հետազոտությունները ինքը միայնակ եւ ոչ այլ մեկի հավելյալ մեկ բժշկի հետ, որպեսզի կարողանա իմի բերել ամբողջ տվյալները մի պացիենտի։ 16 թվականից այո աստղիկ բժշկական կենտրոնում հիմնադրվեց ստերեոտակտիկ վակուումային բիոպսիան, իդեպ ասեմ, որ երազանք էր այդ ժամանակ դա ունենալը Հայաստանում, այո, եւ մենք այսօր 10 տարվա փորձ ունենք վակուումային բիոպսիայի, դա ինչ է նշանակում, դա նշանակում է զրոյական ուռուցքների, զրոյական աստիճանում գտնվող, փուլում գտնվող ուռուցքների հայտնաբերումը, որը որ նախկինում մենք չէինք կարողանում, նախկինում այդ պացիենտները դիմում էին արտասահման գնալու համար պարտադիր, որովհետև դա շատ կրճատում է անցանկալի վիրահատությունները, որոնք պետք չեն վիրահատել։ Այսինքն, եթե ես հիմա հետ եմ նայում սովետական բժշկությանը եւ հիմա մենք հսկայական քայլերով ենք առաջ գնացել ու այնպես ինչպես կատարվում է եվրոպական երկրներում, նույնը կատարվում է այստեղ։ Աստղիկ բժշկական կենտրոնում, եթե մամոգրաֆիան արվում է, պարտադիր եւ եթե պացիենտը ունի հավելյալ հետազոտությունների կարիք, դա կլինի կրծքագեղձի MRT, ծավալային ուլտրաձայնային հետազոտություն, բիոպսիաների բոլոր տեսակները կատարվում է մեզ մոտ։ Բոլորը նախքին չկա այդպիսի
հետազոտություն, որ կատարվի արտասահմանում, մեզ մոտ չկատարվի։ Կներեք, մեկը կա, դա MRT հետազոտությամբ հայտնաբերված գոյացությունների բիոպսիան է MRT կոնտրոլով, բայց ինքը շատ բարձր արժեքի հետ գործողություն է, որը որ տարեկան կարող է 1-2 դեպք հանդիպենք այդպիսի, դա նույնիսկ եվրոպական ոչ բոլոր երկրներում կա եւ աշխարհում կարող է մի 10 երկրում ընդհանրապես կատարվի, դրա անհրաժեշտությունը այդքան էլ շատ չի, թե չէ ինձ թվում էր Հայաստանում էլ կլիներ, եթե ընդհանրապես 1-2 դեպքի մասին է խոսքը, դա կարելի է անել նաև արտասահմանում։ Միակ բանը, որ չի կատարվում, դա է։ Մնացած բոլոր հետազոտությունները, բոլոր միջամտությունները կրծքագեղձին վերաբերող կատարվում է։ Այն կլիպավորումները, քիմիոթերապիայից առաջ, ասեղային ուղեցույցային վիրահատությունները, որոնք որ կատարվում են նախկինում, մեզ համար դա շատ, այսպես ասեմ, երազանք էր, որովհետև ճիշտը որ ասեմ, բժիշկների համար էլ է երբեմն երազանք լինում, որովհետև երբ որ իրանք կախված են տեխնիկայից, սովորելուց, այդ տեխնիկական բաների երբ որ չի լինում, ապարատները եւ այլը չի երիկում, դու քեզ լիարժեք չես զգում, այդ փաստը կա։ Հիմա իրոք երբ որ հիմա Հայաստանում ամեն ինչ ունենք, ես կարող եմ վստահությամբ հայտնել, որ ինչ կատարվում է աշխարհի զարգացած երկրներում, մեզ մոտ կա։ Իսկապես դա շատ կարևոր է վստահելու համար եւ հանգիստ լինելու, որ այն ինչ առաջ նախկինում չկար Հայաստանում, այսօր կա եւ կարիք չկա մեկնելու թանկարժեք հետազոտությունների արտերկիր, ինչպես նաեւ ախտորոշումը բավականին ճշգրիտ է, գիտեմ, որ նաեւ եղել են համեմատություններ եւ չի եղել տարբերություն, հա, ախտորոշման մեջ, ինչը ոչ պակաս կարևոր է։ Այո, շատ կարևոր է, որովհետև երբեմն չվստահելով, երբեմն ուզենալով, որ երկրորդ, երրորդ կարծիքներ լսեն, պացիենտները դիմում են արտասահմանյան երկրներ, եվրոպական մեծ մասամբ Եվրոպա, որովհետև ավելի հասանելի է եվրոպական այդպես խորհրդատվությունները եւ այլը։ Եվ մենք դեռևս չենք ունեցել, այսպես ասեմ, տարամիտում դիագնոզների, շատ կարևոր է, երբ որ պացիենտը արդեն ուրախացած գալիս է, երբ որ մեր ախտորոշումը ճշգրիտ հաստատվել է նաև ինչու՞ չէ զարգացած երկրներում։ Այդ շատ կարևոր է, որ մենք իրանց հետ քայլում ենք նույն ժամանակին, նույն հարթակով։ Երջանիկ դեպքերը, որոնք երևի թե ամենալուսավորը, ամենահիշվողն են ձեր կյանքում, իհարկե բնականաբար առանց անուններ տալու, եղել է դեպք, երբ կարելի ասել հրաշք է տեղի ունեցել, այսինքն դուք որպես մասնագետ եւ ձեր գոլեգաները այսպես ձեռքերը վար եք իջեցրել, միգուցե, հա, այսպես ես ընդհանրապես ենթադրաբար եմ հարցնում, բայց հրաշք է տեղի ունեցել եւ դա ավելին էր, քան պարզապես ապակինում եւ բժշկվել։ Տեսեք, կա շատ կան, բայց նաև ասեմ, որ այսօր ունենք շատ այդ տպավորություններ լինում է հիմնական երիտասարդների հետ կապված, չէ, որովհետև երբեմն այն որ անհնարը կատարվում է, թե յուրաքանչյուր կյանք է, բայց չգիտեմ ինչու բժիշկների մոտ այդ ավելի ոնց որ շատ կարևոր է, էլի, որ երիտասարդը փրկվի այդ բանից։ Ունենք շատ, որովհետև օրինակ 28 տարեկան նորից աղջիկ ունենք, որ 16 թվականին որ իրան բացարձակապես անհույս էր իրավիճակը, ունենք որ միջև հիմա այցելում է ու շատ ուրախ է, ծնողները նույնպես, աղջիկ ունենք, որը որ վիրահատվել է Ծվարանի ուռուցքով, օրինակ մեր սիրելի պրոֆեսոր Զոնի մոտ, որի հետ համագործակցում ենք ավելի քան 10 տարի, եւ իր մայրիկը ամեն իր այցին գալիս է եւ շնորհակալություն է հայտնում, որովհետեւ նույնիսկ աղջիկը Հայաստանում չի բնակվում, բնակվում է Ամերիկայում, բայց ինքը չի զլանում, ամեն 4-3 ամիսը մեկ անգամ գալիս եւ շնորհակալություն է։ Շատ կան, շատ անհույս երբեմն մտածում ենք, որ չի օգնելու
այս թերապիան, այն մյուս թերապիան փոխվում է եւ այլն, բայց պայքարը պոզիտիվ մտածելակերպը իրոք շատ է օգնում, շատ կապ կա իրոք դիեզերքի հետ այդ առումով։ Հետաքրքիր է դա լսել հենց բժշկից, որովհետև շատ անգամ ավելի ռեալ, ավելի գործնական հենքի վրա հիմնված բուժական միջոցներ են առաջարկվում, իսկ եզերքը դե եթե կգա կօգնի, էլ ավելի լավ, բայց ոնց որ դրա վրա հույս չեն դնում։ Իրոք որ երբեմն այն այնպիսի միջամտություններ, որոնք որ քեզ համար շատ հեշտ եւ ամենօրյա կատարվող, այդ ռուտին բաներ են, բայց երբեմն պացիենտի տրամադրությունից կախված դա չի ստացվում։ Այն ոնց է լինում, որ ուզում ես որ ստացվի, զարմանալիորեն չի ստացվում։ Դա էլ է նույն բանը փաստում։ Իսկ երբ որ թեթև են լինում շատ, իրանք էլ պոզիտիվ, ավելի լավ տրամադրված, իրոք եւ ամեն ինչը դրանց շատ լավ հարթ է գնում ավելի։ Եվ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, կարծում եմ մասնավորապես մեզ կանայք են լսում, թեև գուցե նաև տղամարդիկ, որովհետև իրենց դերն էլ վերջինը չէ, ուղղորդելու իրենց ընտանիքի անդամ կանանց ժամանակին հետազոտվել, բացահայտել, իսկ գուցե պարզապես լսել ոչինչ չկա, գնացեք հանգիստ ապրեք։ Կարևոր այս եզրակացությունը եւ ինչպես նշեցիք, գոնե տարին 1 կամ 2 անգամ լսելով այս խոսքը շարունակել հանգիստ ապրել առանց տագնապների։ Իսկ ինչ խոսքով կդիմեիք այսօր մեզ լսող կանանց, հատկապես մենք խոսեցինք կարծրատիպերից, գիտեմ, որ քիչ չեն մարդիկ, ովքեր փորձում են ժողովրդական մեթոդներով ինչ որ խնդիրներ լուծել, ամփոփելով այս թեման ինչ կասեիք։ Տեսեք, հավատքը շատ մեծ է իրոք բուժման ընթացքում, բայց ես միշտ խնդրում եմ բուժառուներին, որ դա չանեն։ Երբեմն վերջերս ունեինք մի դեպք, որի ամուսինը ինքը բուսաբուժ էր եւ կնոջը չթողեց, որպեսզի մենք սկսենք նույնիսկ բիոպսիան կատարել, էլի, բայց ակնհայտ այնտեղ չարարակ ուռուցքեր։ Այդպես էլ է լինում, շատ աջակցող տղամարդիկ էլ ունենք, շատ։ Երբեմն նույնիսկ այն որ sense սիրտդ կարող է բան լինի, թուլանա այդ նայելուց, տեսնելուց այդ հաճելի պահերը, թե ինչպես են հոգում իրանց կանանց համար տղամարդիկ։ Այդպես էլ շատ կան, շատ անտարբերությունն էլ է շատ։ Ամեն ինչ կարող ենք տեսնել մենք մեր պրակտիկայում, բայց ինչևից է պետք է հորդորել միայն ու միայն մի բան։ Եկեք հետազոտությունների։ Մանավանդ որ այսօր հնարավորությունները շատ ավելի մեծ են, ես կարծում եմ կարելի է խնայել այդ գումարը, մի փոքրիկ գումարը, բայց նաև շատ կան հիմա առողջապահության նախարարությունը շատ մեծ հնարավորություններ է տվել երբեմն անցնելու անվճար հետազոտություններ եւ այլն, բայց պետք է խնայել, որովհետեւ պետք է լսել այդ խոսքը, որ ոչինչ չունեք մտածելու եւ կարողանալ ապրել նաև 1 տարի անհոգ, այսպես կարելի ասել։ Անհոգ, որովհետև անընդհատ կարող է ուղեղդ սղոցի այդ փաստը, որ կարող է ինչ-որ մի բան այն չի քո օրգանիզմում։ Դա միայն կարող է հետազոտությունը պարզել, ուրիշ ոչ մի բան։ Եվ երբեք հույսները չդնեն կաղամբի, թե թերթերի վրա կամ կտավաթի յուղի եւ այլն։ Տարածված էր ավելի մի տարիներ առաջ, որովհետեւ ես լսել եմ նույնիսկ խմում են ավիակերոսին։ Իրապես։ Այո։ Չգիտեմ, նավթ են խմում, ինչ ասես կարող են խմել։ Գիտեք, երբեմն այն դիմացիները շարլատանները, որոնք կարող են համոզել կանանց այլընտրանքային միջոցներ, ասեմ, չգիտեմ, նույնիսկ երևի զարմանում ես, միզաբուժությամբ են զբաղվում, այո, տարբեր բաներ են դնում կրծքի վրա, բայց ցավոք խորացնում են վիճակը եւ ինչպես դարեր առաջ մենք ունեցել ենք դեռևս Հիպոկրատը այդ ժամանակ ասելա որ կա կրծքագեղձի քաղցկեղը կա եւ այլ այն ժամանակներից նկարագրվում այս հիվանդությունը, այսինքն 20-րդ կամ 21-րդ դարի հիվանդություն չէ,
եւ միջև հիմա ցավոք կանայք մահանում են կրծքագեղձի քաղցկեղից եւ այդ առաջին տեղում է կանանց մոտ մահացության ցուցանիշով։ Դրա համար պետք է ամենալուրջը վերաբերվել այս նվիրական օրգանին։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ այսօր մեր զրույցը գոնե նրանց մտքում ով երկմտում էր գնալ, չգնալ, ստուգվել, չստուգվել, ինչ որ մի որոշակիություն մցրեց եւ այն եւ խոսքերը լսելու համար արժե անցնել այդ հետազոտությունը։ Գնացեք, ձեզ մոտ ամեն ինչ լավ է եւ ապրեք երջանիկ եւ անհոգ։ Սիրով մենք պատրաստ ենք բոլորին լավ լուր հայտնելու, բայց եթե նույնիսկ վատն էլ լինի, հուսով եմ դա կլինի այո վաղ փուլում, որը որ շատ հաղթահարելի կլինի, մեծ շանսեր կունենան բուժման, շատ մեծ շանսեր կա բուժման։ Պետք է օգտվել դրանից։ Այո։ Շնորհակալ եմ կրկին, թող ձեր աշխատանքային պրակտիկայում շատ լինեն դրական պատասխանները, առողջ կանայք եւ ստիպված չլինեք մտածելու թե ինչպես հայտնել վատ լուր։ Կրկին շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ թող բոլորի սրտերում միշտ գարնանային օրեր լինեն եւ այդ ինչ ասեմ, այդ տրամադրությամբ էլ միշտ բոլորը կան բժշկի եւ հետ գնան առողջ, լավ, շնորհակալություն։ Հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Աստղիկ բժշկական կենտրոնի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար ռադիոլոգ Նունե Մաշուրյանին։ Ձեզ հետ է Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։